Խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո էլ քաղաքական կրքերը չեն հանդարտվում։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, ինչպես հայտնի է, չի հաղթահարել անցողիկ շեմը, եւ ընդդիմադիր կուսակցությունները հայտարարում են, թույլ չեն տալու, որ իրենց ձևակերպմամբ մանդատագողություն լինի։ Արդյոք հետընտրական պայքարը կծավալվի փողոցում, թե սահմանադրական դատարան դիմելով ընդդիմադիրները կբավարարվեն։ Ընդդիմադիր ուժերը չեն հստակեցնում անելիքները, թեև մյուս կողմից էլ ակնհայտ է։ Եթե մինչև հիմա հանրահավաքներ ու լայնամասշտաբ բողոքի ակցիաներ չեն նախաձեռնել, սահմանադրական դատարանի որոշումից հետո էլ չեն անի։ Վերլուծաբան Էլեն Հոխիկյանը եւս կարծում է, լայնածավալ հետընտրական զարգացումների հավանականությունը փոքր է։ Լուրջ զարգացումների ականատես չենք լինի, հենց թեկուզ միայն այն պատճառով, որ քրիտիկական մասսա որպես այդպիսին նախ չկա, որը դժգոհ է մնացել ընտրությունների արդյունքներից ու պատրաստ է փողոցում պայքարել դրա համար։ Հոխիկյանը ուշադրություն է հրավիրում նաև ընտրակաշառքների վերաբերյալ հարուցված քրեական վարույթներին, նշելով, որ դրանք եւս ազդում են հետընտրական տրամադրությունների վրա։ Եթե այն հանգամանքը, որ տոտալ ընտրակաշառք է բաժանվել, այսինքն համատարած է եղել ընտրակաշառք բաժանելու հանգամանքը, սա էլ է հաստատվում, այդ դեպքում չեմ կարծում, որ ընտրակաշառք վերցրած եւ ընտրակաշառքի դիմաց քվեարկած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պատրաստ են փողոցում պայքարել մի բանի համար, որին գաղափարապես առանձնապես հակված չեն հավատալու։ Ռադար Արմենիան Հայաստան խմբակցության падգամավոր Ագնես Ախամոյանից հետաքրքրվեց իրենց հետագա քայլերից։ Ընդդիմադիր խոշոր միավորները գտնվում են կոնսուլտացիաների փուլում, 3 տարածվեց համատեղ հայտարարություն, կոնսուլտացիաները շարունակվում են, հետագա քայլերի եւ գործողությունների մասին մեր հանրությանը, մեր հասարակությանը, մեր ընտրողներին միանշանակ ներկայացնելու ենք հաշվետվություն։ Խամոյանից հետաքրքրվեցինք նաև ընդդիմությունն ունի որոշում մանդատները վերցնելու մասով։ Այդ հարցը եւս քննարկումների փուլում է գտնվում։ Մենք կարծում ենք, որ դա պետք է լինի ընդդիմության միասնական որոշումը։ Դա միանշանակ է մեզ համար։ Այդտեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Դա պետք է լինի միասնական որոշումը ընդդիմության։ Մինչ ընդդիմությունը որոշում է հետագա քայլերը, Հոխիկյանը խնդիրը դիտարկում է նաև օրենսդրական հարթությունում։ Նա հիշեցնում է միջազգային դիտորդական առաքելությունների գնահատականները, որոնք ընտրությունները համարել են ազատ ու մրցակցային։ Հենց իրենք էին պահանջում անվավեր պահանջել, բայց հետո իրենք սկսեցին բողոքել անվավեր ճանաչելու հանգամանքից։ Բացի դրանից ես հիշում եմ, որ ընտրություններից անմիջապես հետո առանձնապես բողոքով հանդես չեկան նույն ընդդիմադիրները, այսինքն միայն այն ժամանակ, երբ որ պարզ դարձավ, որ նրանց չի հաջողվելու մեծամասնություն հավաքել, միայն դրանից հետո սկսեցինք լսել, որ տարբեր ընտրամասերում խնդիրներ այնուամենայնիվ եղել են։ Մինչ այդ նկատենք, վաղը խորհրդարանը գումարելու է այս կազմով վերջին նստաշրջանը, եթե իհարկե հետո արտահերթ նիստեր չգումարվեն։ Ընդդիմադիրները դեռ որոշում չունեն, կմասնակցեն թե ոչ։ Նարնե Ղուկասյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։